Դերասաններ Արսեն Լևոնյանի և Թամարա Գևորգյանի անսպասելի բաժանությունը վերջին ամսվա ամենակննարկված թեմաներից մեկն է։ Վերջին իրադարձություններից հետո Թամարան իր սոցիալական էջերում առավել հաճախ է տեսանյութեր հրապարակում ու կարծես ակնարկում հենց իր հարաբերությունները։ Star News-ն առանձնացրել է դերասանուհու հրապարակումը և ձեզ ներկայացնում դա առանց մեկնաբանության։ Եթե ձեր կինը հանդգնում է մրցակցել ձեզ հետ կամ հանդգնում է մտածել, որ ձեր կարծիքը կարող է սխալ լինել, կամ որ ամենաահավորն է, իրեն թույլ է տալիս չանել այն ամենը, ինչ դուք իրենից պահանջում եք կամ հրամայում եք, ապա սիրելի տղամարդիկ, ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի դուք հրաժարվեք նմանատիպ կանանցից, որովհետև այդ կանայք ձերը չեն։ Նրանք նորմալ, ադեկվատ կանայք են, ովքեր որոշել են այս կյանքում ոչ մեկի ստրուկը կամ մայրիկը չդառնալ։ Ցավոք սրտի նմանատիպ կանանց դուք դեռ պատրաստ չեք։ Շնորհակալություն։ Ստացել էի տեղադրել ռիլ այն մասին, թե ինչ անել, որպեսզի մեզ լավ վերաբերվեն։ Երկար մտածեցի եւ քանի որ ես հոգեբան չեմ, մասնագետ չեմ, ու հասկացա մի բան, որ մեզ կվերաբերվեն լավ միայն այն ժամանակ, երբ դա լինի միակ տարբերակը մեր կողքին գտնվելու համար։ Բլոգեր Մաշա Քարամյանն իր սոցիալական էջերում ուրախալի լուրով է կիսվել։ Նա հայտնել է, որ ինքն ու ամուսինը իրենց երազանքների երկհարկանի տունն են գնել։ Երկրպագուներն իհարկե շտապել են մեկնաբանությունների բաժնում շնորհավորել Մաշային։ Star News-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին և ձեզ ներկայացնում ընտանեկան ջերմ կադրերը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանն արդեն ավարտել է «Գոյամարդ» հեռուստասերիալում իր դերակատարումը, սակայն հետևորդներն ու հեռուստադիտողը շարունակում են հետևել հեռուստասերիալին ու քննարկել նաև հենց Ռուզաննայի մասնակցությունը։ Star News-ը ձեզ ներկայացնում է այս թեմայի վերաբերյալ դերասանուհու դիտարկումները։ Լույս Վիկտորիա Վագանովնա։ Լուրջ։ Շորերի եւ սաբոների համադրությունը by Виктория Миракян. Салатовый с розовым. А кто говорит, что не идет? Это новый тренд, да, дочь? Я тебя люблю. Я ты не знаю. Гирецкую. Доброе утро, девочки и мальчики. Ծանր выходной օրերից հետո լով կերել ենք։ Ուրեմն եմ արդեն մարզվելու։ Մենց հետաքրքիր բան է կյանքը, ուրեմն գիշերը Էռնայի մտքերով էի, Էռնայի մասին էի մտածում, Գոյամարտի մի քանի վերջին սերիաները, որոնք որ չէի նայել, նայեցի ու հասկացա, որ մինչև այսօր դեռ Էռնայի մասին խոսում են ու նենց մի տեսակ սենց կարոտ զգացի իմ սիրելի մարդկանց նկատմամբ, իմ սիրելի թիմի նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, ովքեր նկարահանել են այդ process-ը, այնտենց մտքերով քնեցի։ Ու դե եկել եմ մարզասրահ, մարզվում եմ, բայց չգիտեմ ինչի, այսօր ամբողջ օրը Գոյամարտի թիմը իմ մտքում էր, ամբողջ օրը։ Вот սենց մարզվում եմ, ինչ-որ սենց մտքերով ընկած մարզվում եմ, մարզումներս վերջացրեցի, դուրս եկամ, եկել դրան մոտ տեսնեմ իմ շատ սիրելի թիմը կանգնած է, բարձրանում են նկարահանումների, այդպես տեսա իրենց, կարոտս առա ու նաև ուզում էի առիթը հիմա բաց չթողնեմ, ուզում էի ձեզ ասել, որ ես տեսնում եմ բոլոր մեկնաբանությունները Էռնայի վերաբերյալ, բոլոր նամակները ստանում եմ, կարդում եմ, շատ շոյվում եմ, ուրախանում եմ, շնորհակալ եմ, որ Էռնային այդքան սիրել եք, մինչև հիմա հիշում եք ու ինձ ամեն օր գրեթե շատ լավ նամակներ եք գրում ու նաև YouTube-ի մեկնաբանություններն եմ կարդում Էռնայի վերաբերյալ, շնորհակալ Խույտորկություն, շատ կարում մարդը մեջ տեղի մոտ անում։ Չտե խույտորկություն է։ Ես չեմ անում, մամ, ես ուղղակի ասեն ճարեցի։ Խույտորկություն, ես չեմ հասկանում։ Խույտորկություն։ Ոնց կարելի է այդպես։ Ոնց կարելի է մարդը կարված մեջ տեղը մոտ ցույց տա։
ուզես, ահա որ ուզես, սիկներս կանգնեց վախեցան։ Նշանակում է օգսություն, ոնց կորա մարդը կարված այսինչ անում։ Ես չմարեմ մամիս չմարեմ, ես չկամ, Ես չգիտեմ, ոնց են անում տենց, կարելի է անել։ նկարված ուրոխացած, իչտեղ մոտը։ Դերասանուհի եւ երգչուհի Նարինե Մկրտումյանը վերադարձել է էկրաններ։ Նա նկարահանվում է Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալում։ Այդ նկարահանումների եւ աշխատանքային բուռն ընթացքի մասին դերասանուհին պատմել է Instagram-յան էջի stories բաժնում։ Չգիտեմ ես իմ երբ ես տուն եկել ու այնքան հոգնած ես, որ չուզում ես շպարդ մաքրես, չուզում ես զարդերից անես, ուզում ես հորիզոնական դիրք ընդունես ու պարկես։ Չի երիքում 24 ժամը զուտ։ Գիշերը չի երիքում, մեզել չի երիքում, չի երիքում։ Հրանից ես նրանց քերքնած ընչներ 11-ն ոչ մեկ չի քնում է ժամին, բայց առավոտվանից աշխատողի համար դա քնելու ժամը ամեն դեպքում։ Հղիության երկրորդ եռամսյակում գտնվող Սոնա Ռուբենյանը ակտիվորեն շարունակում է աշխատել ու նորություններով կիսվել Instagram-յան հարթակում։ Նրա վերջին հրապարակումը հենց այս պահին կարող եք դիտել։ Ինձ էիր սպասում։ Ինչ եղավ։ Դռները փակվեց, մնացի ներսում առանց քեզ։ Բա։ Ճիշտ ես։ The moment I wake up before I put on my makeup I say a little prayer for you. Դեն շոկ, հա։ Չնայած մեքենաս 29 աստիճան է ցույց տալիս, բայց ու քունս է տանում շատ։ Բայց անհետաձգելի գործեր կան։ Դրա համար գնում եմ հանդիպման։ Անցեք։ Շուտով կիմանաք ինչ հանդիպում։ Բա